Արտասահմանցի մի լրագրող հարցնում է Լեոնիդ Ազգազյանին, թե որ կուսակցությունն է նախընտրում։ Լեոնիդը ծնկի է գալիս, վերցնում մի բուր հող եւ ասում, որ դա է իր կուսակցությունը։ Հայ զինվորը չպետք է գույն ունենա։ Թբիլիսիում ծնված, Մոսկվայում սովորած եւ Երևանում ապրող Լեոնիդ Ազգազյանի մասնագիտական կարիերան կարող էր փայլուն լինել, բայց Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ֆիզիկոսը մի կողմ է դնում գիտությունը, մեկնում սահման ու ստեղծում ազատագրական բանակ կազմակերպությունը։ Մի խումբ համախոհների հետ զբաղվում է սպառազինության հայթայթմամբ եւ ինքնաշեն զինատեսակների արտադրությամբ։ Լեոնիդ Ազգազյանի ջոկատում ընդգրկվում էին ընտրյալները։ Պետք էր լինել անսահման հայրենասեր, խիստ կարգապահ, ծխել ու խմելն էլ բացառվում էր, իսկ եթե մեկն ասում էր եկել եմ անցանք համար զոհվելու, Ես չի դեշ հասկանան ասեն